Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Համահայկական բիզնես միության նախաձեռնող հիմնադիր Էռնեստ Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Ղազարյան հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղազարյան, ներկայում եթե փորձենք գնահատել Հայաստանի տնտեսության վիճակը, հաշվի առնելով, որ հիմա կան ռուսական շուկայում Հայաստանից ապրանքների ներկրման սահմանափակումներ, ինչպիսին է։ Շնորհակալ եմ։ Մի փոքր ժամանակագրական ակնարկ ձեր թույլտվությամբ հասկանանք ինչ ունենք մենք 2018 թվականի դրությամբ ու ինչ ունենք մենք այսօր։ 2018 թվականի դրությամբ Հայաստանի տնտեսությունը ժառանգություն որպես այդպիսին ստացել է կեղեքված ազգային հարստություն եւ մսխված տնտեսական պոտենցիալ։ 2018 թվականից առ այսօր մենք տնտեսության մեջ ամենամեծ ներդրումը, որ ունեցել ենք, դա վստահաբար ասեմ ձեզ, ազատականացված տնտեսությունն է։ Ազատականացված տնտեսությունը դա պետք է մենք համարենք համար 1 ներդրումը, քանզի մնացած բոլոր ներդրումային ծրագրերը, գործարքները, անկախ դրանից ինչպիսի հրաշալի տեխնոլոգիական ներդրումային գործարքներ ունենք, վերջերս բոլորս իրազեկված ենք այդ մասին եւ դեռևս կունենանք, որոշները գուցե չունենանք, բայց ազատականացված տնտեսությունը եւ խաղաղությունը դրանք այն նախադրյալներ են, որոնց դեպքում մենք կարող ենք վստահաբար ասել, որ Հայաստանի Հանրապետությանը տնտեսական ռիսկ չի սպառնում։ Եթե տեղյակ եք, պարբերաբար համաշխարհային տնտեսական ֆորումը անդրադառնում է տարբեր երկրների սպառնացող ռիսկերին, հա, ռիսկերը կարող են լինել անվտանգային, ապատեղեկատվության վերաբերող ռիսկ, բնապահպանական եւ տնտեսական։ Ելնելով այդ ամենից ես կարող եմ վստահաբար պնդել, որ Հայաստանի տնտեսությանը եւ Հայաստանի Հանրապետությանը ընդհանրապես որպես այդպիսին տնտեսական ռիսկ չի սպառնում, քանի որ կրկնում եմ, խաղաղության եւ ազատականացված տնտեսության պայմաններում մեր արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը եւ տեխնոլոգիական ուղղությունը իզորու են ապահովել այն ցուցանիշները, որոնք առնվազն անհրաժեշտ են միջին մակարդակ ապահովելու համար։ Սա խնդրում եմ ընդունեք որպես գլոբալ ընկալում, դա չի նշանակում, որ մենք չունենք բազմաթիվ խնդիրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ պետք է կատարենք։ Հիմա ամենահիմնական մարտահրավերը, որին մենք առերեսվել ենք ու ինչպես վարչապետը մի քանի անգամ արդեն իսկ անդրադարձել է, դա վաղ թե ուշ պետք է տեղի ունենար։ Այո, այսօր Ռուսաստանի կողմից կան սահմանափակումներ մեր արտահանողների ու մեր տնտեսական պոտենցիալի իրացման տեսանկյունից, որը ես կորակեի որպես տնտեսական սաբոտաժ։ Վերջնանպատակ ունենալով Հայաստանի տնտեսությունը հասցնել ստագնացիայի արհեստականորեն, սակայն չի ստացվում։ Չի ստացվում, որովհետև մենք ունենք աջակցություն բարեբախտաբար արևմտյան մի շարք պետությունների կողմից, ովքեր պատրաստական են հնարավորություն տալ մեր տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի մենք արագ ադապտացվենք եւ դիվերսիֆիկացնենք մեր արտահանումը։ Եվրամիության կողմից տրվող հնարավոր աջակցությունները կամ սպասվող աջակցությունները արդյոք կկարողանան կոմպենսացնել այն կորուստները, որը կրում է մեր տնտեսությունը ռուսական շուկայում ունեցած սահմանափակումների պատճառով։ Վստահաբար, քանի որ եկեք մատ բարձ գնահատենք, Եվրոմիության շուկան ավելի տարողունակ է, քան ԵԱՏՄ շուկան, ավելի գնողունակ է, քան ԵԱՏՄ շուկան։ ԵԱՏՄ շուկայի ճակերտավոր միակ առավելությունը կայացել է նրանում, որ եղել է անհամեմատ չկարգավորված, անհամեմատ քաոտիկ եւ ինչ որ միտը մեր տնտեսվարող սուբյեկտները վերջի տասնամյակների ընթացքում, նույնիսկ խորհրդային միության փլուզումից անմիջապես հետո արդեն ադապտացված լինելով ԵԱՏՄ շուկային, ինչու՞ չէ նաեւ ընդեղի չկարգավորված վիճակին, նույնիսկ իներցիոն տեմպի վրա սկսել են աշխատել։ Պարոն Ղազարյան, մի փոքր գնահատականը չափազանցված չէ, քաոտիկ վիճակ է ԵԱՏՄ շուկայում, դրա համար մեր բիզնեսը կարողացել է այդտեղ ադապտացվել, չէ՞ որ դա հնարավորություն է տալիս առանց մաքս առևտուր իրականացնելու։ Բացի դրանից մենք մեծ կախվածություն ունենք ռուսական կամ ԵԱՏՄ շուկաներից։ Գումարած դրան դուք ասում եք եվրոպական շուկաներն ավելի մեծ պոտենցիալ ունեն, ավելի շատ գնողներ ունեն եւ ավելի մեծ է իրենց շուկայի ծավալը, բայց միևնույն ժամանակ մոռանում եք ասել, որ մեր բիզնեսը նախ պիտի ճանաչելի լինի, հնարավորություն ունեն այնտեղ մտնելու եւ դրանից հետո նոր կարողանանք գնահատել կորուստների կոմպենսացիան եվրոպական շուկաների հետ։ Շատ բարի, ես ես հասկացա, ի պատասխան նշեմ, որ առանց մաքս առևտուր իրականացնելը դա այո համարվում էր հիմնական առավելություններից մեկը ԵԱՏՄ-ի հետ, բայց վերջերս Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան հենց այն մասին էր, որ այդ նույնատիպ արտոնություն մենք ստանանք նաև Եվրամիության հետ
պոտենցիալ համագործակցության շրջանակներում, որի համար իսկապես շնորհավորում եմ մեր տնտեսվարող սուբյեկտներին, դա որպես առաջի քայլ կարևորագույն։ Դա ժամանակավոր Դա ժամանակավոր, բայց այդ ժամանակն է հենց լինելու։ հիմնականում այսօր մեր խնդիրը, որովհետեւ մենք ունենանք ժամանակ արագ ադապտացվելու համար, իսկ մնացածը կախված է մեր տնտեսվարող սուբյեկտներից, մեր գործարարներից, որովհետեւ պետք է ունենանք հստակ ընկալում, որ Եվրամիությունում համագործակցության հիմքում դրվում է ընկերությունների կառավարման բարձր որակը, արտադրանքի սերտիֆիկացումը եւ որակական բարձր չափանիշները։ Այո, այս ամենից, այս նույնիսկ դժվարություններից, որոնք ժամանակավոր են լինելու, մենք դուրս են գալու ավելի հաղթած եւ ավելի բարձր կառավարվող ընկերություններ եւ ավելի բարձրակարգ արտադրանք։ Ինչ վերաբերում է ձեր նշածին, այո, այսօր կա խնդիր, որ Made in Armenia բրենդը ունի ճանաչելիության խնդիր ու խոսքը դա մեն Եվրամիության շուկան չի։ Մենք անդադ վերջերս խոսում ենք Եվրամիության շուկայից, բայց ամբողջ մոլորակ ըստ էության մեր պոտենցիալ շուկան է։ Բայց խնդիրը ակտուալ է բոլոր դեպքերում, մենք ունենք Made in Armenia բրենդի ճանաչելիության բարձրացում։ Ոստեղ հավասարապես անելիք ունի թե պետությունը, թե գործարար համայնքը առանձին վերցրած։ Հայաստանի Հանրապետությունը այս կոնտեքստում ունի գովազդի կարիք։ Ինչ է պետք մեր բիզնեսմեններին, որպեսզի իրենք կարողանան նաև եվրոպական շուկայում իրենց տեղը ունենալ։ Մեր բիզնեսմեններին նախ եւ առաջ պետք է արագ հնարավորինս հասկանալ, ընկալել եւ համատեղ ուժերով սորտավորել արկա խնդիրներն ու մարտահրավերները եւ հասկանալ տվյալ խնդիրներից որի հասցեատերը ով է։ Այսօր մենք ունենք բավականին տաղանդավոր։ Պարզ ասած ինչ նկատի ունեք։ Նկատի ունեմ այն, որ մենք ունենք բավականին տաղանդավոր գործարարներ, ունենք նաև բարձրակարգ top մենեջերներ, սակայն մեր գործարար համայնքում շատ խնդիրների վերաբերյալ կա թյուր ընկալում, որ տվյալ խնդրի լուծումը ակնկալում են պետությունից կամ ակնկալում են մի այնպիսի սուբյեկտից, ով ներկա իրողության պայմաններում համաշխարհային տնտեսական այս միտումների շրջանում անելիք չունի, որովհետև պետք է արձանագրենք, որ մենք այսօր ապրում եւ արարում ենք սուր կապիտալիզմի եւ գլոբալիզացիայի ժամանակաշրջանում եւ այսօր տնտեսվարող սուբյեկտները իրենք են պարտավոր հասնել այն մակարդակին եւ գտնվել այնքան ճկուն եւ համալիր գործողությունների արդյունքում հասնել համագործակցության իրենց միջազգային գործընկերների հետ եւ պետությունը նույնիսկ ամենամեծ ցանկության պայմաններում չի կարող ուղիղ միջամտություն ունենալ այդ հարցի աջակցության տեսակետից։ Երբ որ մենք հասկանում ենք խնդիրների լուծման հասցեատերերը ովքեր են, հավատացեք, շատ ավելի հեշտ է լինում արագ ադապտացվել եւ դրանք հաղթահարել։ Հիմա Եվրոպայի կողմից Հայաստանին այս ընթացքում թեկուզ ժամանակավորապես արտոնություններ են տրամադրվում, ֆինանսական լայն փաթեթներ են տրամադրվում, իսկ մեր տնտեսությունն ու բիզնեսը որքանով է պատրաստ կլանելու այդ ամբողջ ֆինանսական միջոցները եւ արդյունավետ ծախսելու։ Մեր տնտեսվարող սուբյեկտները, տեսեք, իրանք ունեն որոշակի անցած ճանապարհ, որոշակի փորձ եւ ամենակարևորը ձգտում։ Այստեղ ամենակարևորը որոշակիության հաստատումն է մեր գործարար միջավայրում, վստահաբար կարող եմ պնդել, որ հնարավորինս արագ մեր տնտեսվարող սուբյեկտները կադապտացվեն։ Հնարավորինս արագ դա կանեն, որովհետև արդեն իմ ամենօրյա շփումների ընթացքում ես ունեմ հստակ ընկալում, որ հասկանում են, որ միակ ճիշտ ճանապարհը սա է։ Այս ճանապարհի արդյունքում իրենք դառնալու են ավելի լավը եւ ավելի մրցունակ։ Վստահաբար ունակ են, ի վիճակի են եւ շատ բաներ այսօր միջազգային համագործակցություններ հաստատվում են հենց միջազգային բիզնես կանոնների եւ ընթացակարգերի համաձայն, որոնք հնարավոր է շատ արագ յուրացնել, ընկալել եւ շարժվել առաջ։ Պարոն Ղազարյան, կառավարությունը կարևորում է տնտեսական դիվերսիֆիկացիան, տարբեր ուղղություններով հայկական արտադրության արտահանումը, որպեսզի մեկ կետից, այս դեպքում ռուսական շուկայից կախվածությունը թուլանա կամ գոյություն չունենա ընդհանրապես, բայց այդուամենայնիվ, եթե հիմա ներկայում գնահատենք մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի մակարդակը, ինչպիսին է կլինի այն։ Այս պայմանությամբ կարող եմ նշել, որ դիվերսիֆիկացիայի մակարդակը ձգտում է միջինին, բայց չեն կարող համարել դա լավ կամ գերազանց, դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը նշանակում է ռուսական շուկայից կախվածության նվազում։ Այո, ռուսական շուկայից կախվածության նվազում, հավատացեք, վերջի մի քանի տարիներին արդեն իսկ սկսում էր, որովհետև բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ քայլ-քայլ նաև իրենց ուղղվածությունը նայում էին այլ պետությունների ուղղությամբ, այլ երկրների հետ համագործակցության իմաստով, տեսեք, սա մենք չպետք է նայենք որպես մեծ
ողբերգություն։ Այս ամեն ինչ որ տեղի ունենում Ռուսաստանի հետ, սա ողբերգություն չի։ Սա այն դեպքն է, որ իսկապես չկա չարիք առանց բարիք, որովհետև եթե մեր տնտեսվարող սուբյեկտները պատրաստ են լինում նոր ստանդարտներին, նոր բաներին, անհամեմատ մեծ շուկայի հնարավորություն են նրանք ստանում, մատչելիություն են ստանում, որպեսզի համագործակցեն։ Նման պայմաններում հավանականությունը շատ մեծ է, որ այդ արտանող ընկերություններից յուրաքանչյուրը կարող է ձգտել իր պոտենցիալի առավելագույնին։ Դա շատ կարևոր հանգամանք է, որովհետև եթե դու պատրաստ ես մի քանի անգամ ավելի մեծ շուկայի պահանջը բավարարես, քան մինչ այդ ունեիր, հետևաբար հավանականությունը մեծ է, որ վաճառքի ծավալները կաճեն։ Իսկ տնտեսագիտական առումով նամանավանդ միկրոէկոնոմիկայի տեսանկյունից տնտեսվարող սուբյեկտները որքան իրենց գործունեության մեջ դիվերսիֆիկացված են, այնքան կոլապսի ռիսկը քիչ հավանական է դառնում իրենց պարագայում։ Շատ լավ, դուք ասացիք ռուսական շուկայից վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության կախվածությունը նվազել է, ճիշտ է։ Որքան է նվազել։ Ես դժվարանում եմ ճշգրիտ թվեր ասել ու վստահաբար նույնիսկ ազգային վիճակագրական կոմիտեն եթե ունի այդպիսի ցուցանիշներ, այնուամենայնիվ դրանք չեն կարող 100% ճշգրիտ լինել, որովհետև շատ բաներ տարանցիկ մատակարարման եւ արտանման ճանապարհներով են մեր տնտեսվարող սուբյեկտները մատակարարել, բայց սա շատ կարեւոր է, որ ամենօրյա շփումների ընթացքում էլի պետք է կրկնեմ, վստահաբար միշտ եղել է այդ ցանկությունը, որպեսզի ավելի գայթակղիչ շուկաներ, հայ արտադրողները կարողանան ներթափանցել եւ հաջողություն գրանցել։ Տեսեք, մի կարևոր բան, հայկական արտադրանքը, եթե գիտեք, ինքնարժեքը բավականին բարձր է ստացվում։ Դա փաստ է։ Դա պետք է մի հատ արձանագրենք, որովհետև Հայաստանում այս բան աշխատուժի գինը բարձր է, այսինքն աշխատավարձերը, որոնք 2021-22 թվականի գնաճի հետևանքներ են միջ այսօր, վարձավճարները բավականին բարձր են, կոմունալ ծառայությունները եւ այլ ծառայությունները բարձր են, հայկական արտադրանքի ինքնարժեքը ստացվում է բարձր, բայց հայկական Գումարած դրան ներողություն, այդ բարձր ինքնարժեքով արտադրանքը, եթե ռուսական շուկայից տեղափոխվում է եվրոպական շուկա, այդ ինքնարժեքը ավելի շատ է բարձրանում։ Հետևաբար բիզնեսը ինչ հնարավորություններ ունի եվրոպական շուկայի մտնելու եւ ամրանալու այնտեղ հաշվի առնելով նաեւ ճանապարհածախսը եւ մնացած այլ հարցերը։ Այո, շատ ճիշտ եք, ել ավելի գուցե բարձրանա ինքնարժեքը, բայց այդտեղ մի կարևոր բան։ Ոնց է բիզնեսը այդտեղ լինելու, ոնց է կարողանալու որակին համապատասխանել ինքնարժեքը այնպես ձևավորել, որ նաեւ եվրոպացի գնողների համար դա հասանելի ցանկալի լինի։ Շատ լավ։ Բարձր ինքնարժեքի պարագայում տրամաբանական է, որ մեր կողմից առաջարկվող արտադրանքի գինը, վաճառքի գինը պետք է լինի բարձր, ճիշտ է։ Իսկ ով է ասում, որ բարձր գնի պայմաններում մենք հնարավորություն չունենք ունենալ մեր ուրույն տեղը, մեր հաճախորդները, այդ թվում եվրոպացիների շրջանում։ Մենք հաջողություն կարող ենք գրանցել ինքնատիպության հաշվին մեր արտադրանքի, որը վստահաբար կա։ Այլ հարց է, որ նույն բելգիացին, երբ որ մտնում է Բրյուսելի սուպերմարկետ եւ տեսնում է հայկական գինի, որի վրա գրած է Made in Armenia, ճանաչելով հայկական գինին, հավանականությունը մեծ է, որ նա կգնի։ Այսինքն գալիս ենք նույն կետին։ Չափազանց կարևոր է Հայաստանի եւ հայկական արտադրական պոտենցիալի մասին իրազեկումը ամբողջ աշխարհի ազգաբնակչության շրջանում։ Ինչքան շատ մարդ ճանաչի մեզ, այդքան հավանականությունը մեր արտադրանքի իրացման նույնիսկ բարձր գնի պայմաններում մեծանում է։ Ու կա մի թյուր ըմբռնում, որի մասին ես շատ հստակ ուզում եմ անդրադառնալ, ձեր թույլտվությամբ։ Խոսվում է հետեւյալ բանը, որ ինչ ունենք մենք Եվրոպայում անելու, մեր հայկական գինին ինչ պետք է անի, եթե իտալական գինի գոյություն ունի։ Իսկ ով ասեց, որ մեզ անհրաժեշտ է իտալական գինու հետ ուղիղ մրցակցության մեջ մտնել։ Նախ ամենամեծ ցանկության դեպքում մենք ի վիճակի չենք Եվրամիության շուկան ողողենք հայկական գինիով, քանի որ մենք չունենք այդ արտադրական ծավալների համար անհրաժեշտ հզորությունները, հա։ Մենք մեր հզորությունների առավելագույնով պետք է ունենանք մեր հաճախորդն ու վաճառքը։ Այսպիսի պայմաններում մենք ուղիղ մրցակցության մեջ իտալականի հետ մտնելու կարիք չունենք։ Եվ ճանաչելիության բարձրացման պայմաններում եւ ճկուն գործիքակազմի կիրառման դեպքում վստահաբար մենք մեր մաքսիմումը կարողանալու ենք վաճառել թե ԵՄ շուկայում, թե այլ շուկաներում։ Ամենակարևորը ելի եմ կրկնում, մեր ընկերությունները մենեջմենթի տեսանկյունից պետք է լինեն բավարար պատրաստ, իսկ մնացած միջազգային համագործակցության համար պետք է լինեն կանոններին եւ ընթացակարգերին համապատասխան, այդ թվում որակական։ Լավ, համահայկական բիզնես միությունը ոնց է որպես կապող օղակ հանդես գալիս եվրոպացի ներդրողների եւ հայկական բիզնեսի միջև։
Շատ կարևոր հարց, Համահայկական բիզնես միությունը նախ եւ առաջ նշեմ, որ ստեղծվել է հանուն Հայաստանի Հանրապետության իշա մեր երեխաների ավելի բարեկեցիկ ապագայի։ Համահայկական բիզնես միության առաքելությունը կայանում է հետեւյալում, որպեսզի նա հանդիսանա պետություն, միջազգային գործընկերներ եւ մեր տեղացի գործարարների այդ եռանկյունու միջև կապող կամուրջ։ Ամբողջ աշխարհում այսօր գործարարները, բիզնեսները իրենք են իրենց խնդիրները, իրենք են իրենց կապերը ինքնուրույն հաստատում։ Պետությունները վաղուց չեն մասնակցում այդ գործընթացներին։ Այսինքն պայմանական օրինակ բերեմ։ Մեր պետական կառավարման մարմինը չի կարող Նորվեգիայի կառավարության ստիպել, որպեսզի իրենք մեր X ընկերությունից իրենց Y ընկերությունը ներմուծի արտադրանք։ Սա ամբողջ քաղաքակիրթ աշխարհում վաղուց ընդունված կանոն է։ Ու ամենաառաջի բանը, որ հիմա մենք Համահայկական բիզնես միության ներսում անում ենք, դա խնդիրների եւ մարտահրավերների սորտավորումն է ըստ հասցեատերերի։ Թեպետ մենք ունենք շատ տաղանդավոր գործարարներ, բարձրակարգ թոփ մենեջերներ, սակայն շատ հարցերում կա թյուր ընկալում, թե տվյալ հարցի լուծմանը ով պետք է աջակցի։ Ու շատ բաներ մենք թյուրիմացաբար այսօր կապում ենք պետության հետ, որ մեր պետական կառավարման մարմինները պետք է լուծեն։ Չնայած այն պարագայում, որ իրենք համապատասխան լծակը կամ լիազորությունը չունեն։ Ու այս դեպքում մենք աստիճանաբար համայնքով գալիս ենք նրան, որ մենք պետք է որպես լոկոմոտիվ այս հարցում լինենք նաև նախաձեռնող։ Օգնել եք գոնե մի բիզնեսի, որ կապ հաստատի եվրոպական որևէ ընկերության, բիզնեսի կամ ներդրողի հետ այս ընթացքում։ Ասեմ բացի այն, որ մենք ենք հենց հիմա ինտենսիվ կապեր հաստատում միջազգային բիզնես կառույցների եւ դիվանագիտական ներկայացությունների հետ, արդեն իսկ այս կարճ ժամանակաշրջանում հետադարձ մեր հետ են կապ հաստատել բազմաթիվ բիզնես կառույցներից, բիզնես միություններից ամբողջ աշխարհի, նույնիսկ այնպիսի երկրներից, որտեղից չենք սպասում, որովհետեւ այսօր Հայաստանի Հանրապետության հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծ է, որքան էլ դա զարմանալի հնչի։ Ու բացի այն, որ կողմերը հետաքրքրված են Հայաստանից տարբեր արտադրանք ներմուծելու, այսինքն մեզ մոտից արտահանելու իմաստով, պետք է նշենք, որ բացի գյուղատնտեսական ու արդյունաբերական ուղղություններից այսօր միջազգային գործընկերները էականորեն հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելով, հա։ Նամանավանդ խաղաղություն հաստատելուց հետո չափազանց գայթակղիչ է Հայաստանը, այդ նշանակում է, որ մեր ներդրումային միջավայրի զարգացումը ճիշտ ուղղության վրա է։ Որ ոլորտներում։ Որ ոլորտներում, ոլորտները միանգամայն տարբեր են, սկսած հոռեկայից, այսինքն հյուրանոցային, ռեստորանային ոլորտներ, վերջացած նույն արդյունաբերական ոլորտով վերաարտահանման նպատակով, այսինքն բոլորը քաջ գիտակցում են, որ Հայաստանի շուկան անհամեմատ փոքր է, բայց այսօր Հայաստանում գործունեություն ծավալել այսպիսի ազատականացված պայմաններում, հավատացեք, գայթակղիչ է բազմաթիվ երկրների գործարարների համար, ովքեր գուցե գտնվում են դիկտատուրական։ Լավ, այդ գայթակղվածներից գոնե մեկը այս ընթացքում որևէ ներդրում արել է ձեր ասած ոլորտներից որևէ մեկում։ Հիմա մենք ունենք հստակ պայմանավորվածություն, որ միջազգային փուլի ընթացքում, որը տեղի ունենալու հոկտեմբերի սկիզբ, Հայաստան ժամանելու են մեծ թվով արտասահմանցի գործարարներ, ոչ միայն սփյուռքահայեր, ովքեր գալիս են այստեղ հստակ ներդրումային ծրագրերի հետ, իրենց համապատասխան կոնտրագենտների հետ պայմանագրեր եւ պայմանավորվածություններ կնքելու։ Մինչ այդ մենք նախատեսում ենք հանդիպումներ մեր պատկան մարմինների ղեկավարների հետ, որպեսզի այդ նույն ընթացակարգերի հետ կապված այն մասը, որը որ կախված է մեր ղեկավարությունից, հստակեցնենք, որպեսզի իրենք էլ համապատասխան կարգավորումները եւ բարձրաբանումները տան։ Այսինքն անխուսափելիորեն դա տեղի է ունենալու ու իսկապես այսօր այս ազատականացված պայմաններում Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը անհամեմատ մեծ է, քան մենք պատկերացնում էինք ընդամենը ամիսներ առաջ։ Լավ, վերջին հարցը, պարոն Ղազարյան, սփյուռքի տնտեսական ներուժը որքանով է հնարավոր օգտագործել եւ այս գործընթացներում էական դեր տալ դրան։ Տեսեք, սփյուռքի տնտեսական ներուժը մենք օգտագործում ենք այս պայդրությամբ բավականին նվազ չափով, բայց այս բանի սփյուռքը եւս սփյուռքի բազմաթիվ ընկերություններ եւս
ակտիվացել են այն պարզ պատճառով, որ իրենք էլ են հասկանում, որ Հայաստանը աշճանաբար վերածում է օրենքի գերակայության երկրի, ունենք ազատականացված տնտեսություն եւ իրենց այդ հիասթափված եւ հուսախաբված տրամադրությունը վերածում է ավելի ակտիվ գործնական վիճակի։ Մենք համահայկական բիզնես միության կազմում ընդգրկում ենք նաեւ մեր սփյուռք հայերի կողմից հայկական ցակմամբ ստեղծված ընկերություններ, ովքեր մրցունակ են եւ արժանի։ Մրցունակի դեպքում հասկանալի է, արժանին շատ կարևոր է, այսինքն արժանի են համարվում այն ընկերությունները, ում ղեկավարությունը հստակ կարևորում է հայ գործարարի, մեր միության եւ Հայաստանի Հանրապետության անունը եւ պատրաստ են միջազգային հարթության վրա բարձր պահեն եւ չվարկաբեկեն։ Հետևաբար մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց առավելագույն ջանքը դնում են։ Հավատացեք, այս պայդրությամբ մենք հաջողելու ենք, քանզի ուրիշ տարբերակ չունենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ ձեզ շնորհակալ։ Զրուցակիցս Էրնեստ Ղազարյանն էր, կհանդիպենք։